1918 թվականի մայիսի 28-ին Թիֆլիսում գործող Հայոց ազգային խորհուրդը որոշում կայացրեց հռչակել Հայաստանի անկախությունը։ Հայաստանի անկախության հռչակումը պատմական անհրաժեշտություն էր եւ ստեղծված պայմաններում միակ նախընտրելի ուղին։ 20-րդ դարասկզբին, երբ անկախությունը շատերի համար անհասանելի երազանք էր, վերականգնվեց Հայոց պետականությունը։ Հայաստանի առաջին պետության կազմավորումը տեղի ունեցավ դժվարին պայմաններում։ 1915 թվականին ցեղասպանություն վերապրած հայազգ, հզոր կերտերությունների շահեր եւ փոքր Հայաստան։ Պատմաբան Գագիկ Համբայրանն ասում է, թե առաջին հանրապետության ստեղծումը պայմանավորված էր ժամանակի թելադրանքով, ասել է, թե այլ հնարավորություն Հայաստանը չուներ։ Պատմաբան Աշավիր Գասպարյանի գնահատմամբ 1918 թվականին միայն հայ ժողովրդի համախմբման շնորհիվ էր, որ մի փոքր հողակտորի վրա հիմնադրվեց պետություն։ Երբեմն ստացվում է, որ շատ հեշտությամբ կարելի է ձեռք բերել անկախություն, սակայն շատ դժվար է այն պահել եւ զարգացնել է։ Եվ դրանից հետո եկավ երկրորդ կարևոր շրջանը, այն պահելու, ամրապնդելու եւ զարգացնելու շրջանը։ Ցավոք պետք է նշեմ, որ դա մեզ չհաջողվեց։ Միամիտ ձևավորվեց, այսպես ասած, կանխամտածված չէր այդ քայլը, բայց միևնույն ժամանակ երկար տարիներ, մի քանի դար անկախություն կորցրած հայ ժողովուրդը վերջնականապես վերականգնեց իր անկախությունը։ Հայաստանի առաջին հանրապետության կազմավորումը տեղի չէր ունենա առանց հայերի մայիսյան հերոսամարտերում արձանագրած հաղթանակների։ Պատմաբանները կարևորում են հատկապես հաղթանակների այդ շղթան, որով ամրագրվեց պետություն ունենալու հայ իրավունքը։ Հայաստանի առաջին հանրապետությունը ընդամենը 2.5 տարվա կյանք ունեցավ։ Կան ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներ, գտնում են զրուցակիցներս։ Հայաստանի առաջին հանրապետությունը կործանվեց արտաքին քաղաքական ճնշումների եւ հայ քաղաքական մտքի կողմից իրավիճակի ոչ ճիշտ գնահատման պատճառով։ Մեր հանրապետության գործող իշխանությունները սխալ թե ներքին թե արտաքին քաղաքականություն էին վարում, սրանք էին պատճառները, որ հանրապետությունը գոյատևեց 2.5 տարի։ Եկել է ժամանակը վերլուծել նաև սեփական սխալները։ Շատ հաճախ մենք անտեսում ենք մեր սեփական սխալները, ուրիշների մեջ ենք այն փնտրում, բայց մեր սեփական սխալները վերլուծելով, արժևորելով, նոր կարող ենք գտնել այն թերացումները, պաստողումները, որոնք պատճառ դարձան։ Այսինքն մենք չկարողացանք ըստ արժավուն գնահատել Հայաստանի անկախության հռչակումը շրջադարձային եղավ հայ ժողովրդի քաղաքական եւ հոգեվոր մշակութային կյանքում։ Առաջին եւ երրորդ հանրապետությունների միջև նմանություններն ակնհայտ են, ասում են պատմաբանները։ Չկա միասնություն եւ վճռականություն։ Հայաստանը հաղթանակ տարած պետություն է, սակայն խնդիրն այն է, որ այդ հաղթանակը պահպանելու քայլերն են անվստահ։ Հետևաբար բոլորը պետք է գիտակցեն, որ հարկ է արժևորել հաջողություններն ու ձեռքբերումները եւ երբեք չկրկնել անցյալի սխալները։ Այլակ Ֆարադյան, Տիգրան Գասաբյանը, Գալանյուզ։